Սիրելիներս եկել եմ սպորտային խանութ։ Ինձ թվում է դες հետաքրքրի թե բրենդերի գները այս Ֆրանսիայում։ Օրինակ այս Adidas-ը, սրանք ձեզկիներն են, 64-ը դառել է 44 եվրո։ Տեսեք, չէ, ձեզկիներ չեն, մեծերն էլ են։ Հիմա քանի որ ես Adidas-ների բաժնում եմ, ես եկել եմ մի հատ էտի մեն սպորտային շալվարի համար Adidas մայկա եմ եկել ընտրել, բայց ես այս կլոր վզովները չեմ սիրում։ Օրինակ սա գրածա 52-րդի վրա 50%, բավականին լավ զեղչեր են։ Այս մոմենտն է ինձ նեղում էլի։ Նայեք գներն երեխեք, Adidas-ի վրա մեկն առնում ես, մյուսը 50%, մեկը գնում ես, մյուս 50%։ Քանի որ սա տղամարդկանց բաժինն է, ես գնամ մի հատ կանանց բաժին։ Իմ համար կապ չունի Adidas, ուղղակի ուզում եմ մի հատ այնց բան, որ սուր լինի վիզը։ Եվ ես այն հիմա կգտնեմ։ Ահա սիրելիներս, գնդակ, բասկետբոլի գնդակ։ Տեսնում եք։ Adidas հեսա ստեղ էլ կա լրիվ ամբողջությամբ։ Ինչ արժի ես Adidas-ը, հիմա ասեմ ինչ արժի երեխեք ջան։ Ուրեմն մայը չկան արժի 27.99, եթե երկրորդն ես գնում, դառնում է 50%, այսինքն 27, կեսը 13 ու քանի, միջինը գալիս է 15 եվրո, բայց պիտի երկու հատ գնես։ Ստեղ արդեն մեծ ֆիրմաներ են, որ ձեզ չի հետաքրքրի։ Եկանք կանանցի բաժինը, արդեն զգացվում է կանանցի բաժնում, օրինակ սա սինթետիկայի բան է, Puma է, սա վատը չի, կարճաթև է, եթե երկարաթև է, եթե կարճաթև լիներ կգնեի։ Այս էլ է լավը շատ սպիտակ, բայց ես ման եմ գալիս սուր վզով, երեխեք, սուր եմ ման գալիս, սուր Adidas եմ ման գալիս, Nike չեմ ուզում եմ նենց լինի, որ համապատասխանում այդ շալվարի հետ։ 70 եվրո, Nike-երը արդեն թանգանում են, Puma-ները ավելի էժան են։ Ստեղ այս մասում ինչ տեսնում եք, այս ամբողջը բաներ են, զեղչեր են, գրված է Fencer-ի, մի հատ ինչա գրված, Rosevin 25, կարմիրը 50, 40, չկա մայեչկեք, որ մի հատ մայկա գտնեի, կգնե, այս Adidas-ը լավն է, այս որ ռազմերն է, այս սա լավն էր, սա կարելի էր գնել իմ տաբաթի հետ, բայց երկարաթև չեմ ուզում, մեզ չի որ, վալա, այ հեսա գտանք երեխեք ջան, գտա Adidas, բայց պրոբլեմը նա է, որ սա սինթետիկ է, այ ափսոս, բայց գիտեք ինչ, եկեք մի հատ անջատեմ և տեսնեմ հնարավորություն կլինի, ինչ որ մի բան գնեմ ես այսօր այստեղից ու Adidas, սա էլ է գեղեցիկ, ինձ թվացել է, թե նկարել եմ, երեխեք ջան, բայց կպել եմ մատս, ուրեմն ստեղ բոլորը են ուժեղ գամայի կոշիկներն են, այս ֆիրման տեսնում եք, սա էլ է շատ փափուկ, շատ թեթև, սա լրիվ ուրիշ թեմա է, Asics են ասում, նայեք, տեսեք երեխեք ջան, Nike-երը շատ գեղեցիկ են, արտակարգ գաման փոխել է, հոկաները, պաժալստը, սա հոկա Clifton 10 է, բայց այս պլատվորմի մոմենտ ուծակ պուջուրոտ է, սա լրիվ ուրիշ ստիլ է, ինտեղ սպողում եք երեխեք ջան, այս սրանք էլ են լավը, վարդագույն, Adidas-ը, Adidas-ները շատ թեթև են, վաա, այս կարալին չոտը մինի նրավիցը, այս սրանից կարելի է մի հատ գնել, բայց պիտի հակնեմ տեսնեմ, եթե հետ գնացի ոչ, Սալոմոնները սրանք երեխեք, սրանք հիմնականում այս կոշիկները բանի, որ գնում են սարեր, քայլելու, այդ դրա համար է եղել, այս ֆիրմեն հենց դրա համար են արտադրել, հիմա ինքը նայեք տեսեք ինչ դիզայն է սարքել, 150 եվրո, հոկայի գներն են, շատ արտակարգ բանը, ինչ են ասում եմ, գամը փոխել այս աղջիկը և կարող եմ ասել, որ բղավո, տեսնենք ստեղ չկան լավ մայկաներ, կանացի բաժնում 44 է կանգնում վերջին ռազմերը, սիրելիներս, հիմա գնացինք են կողմ, տեսնում եք ես Nike-երը, թեթև, բայց այդքան էլ թեթև չի, ինչքան ես այդ ձեզ գամը ցույց տվեցի, այդ պատի մոտի, և այս կողմն էլ է բոլորը ընտիր, գները 150, 129, օրինակ սա գրած է 79 եվրո, մարդիկ ունեն տարբեր բյուջեի
բյուջեներ եւ ամեն մեկը գնում է իր բյուջեին։ Սա մեկ-մեկ մարդ կա, կարող է գա գնի ասիկները, այս կարմիրը 89 եվրո, սևերն 89 եվրո։ Արդեն ստեղ գալիս է այս ամորտիզացված այդ ասում եմ, հոկաները, տեսեք, սա ինչա։ Clifton 4, no, pas Clifton։ Սա Renson 4, սա այդքան է դուրս չի գալիս։ Հոկաների տարբեր Adidas, Asics, այս Adidas-ն է լավը 160 եվրո։ Եթե գինը լավն է, օրենքն է լավը։ Պիտի գին տակ։ Սա այդտեղ սերիալներ են հիմնականում էներգետիկ, որ ասենք գնում եք սպորտի, գնում են, որպեսզի այսպես մի հատ ուտում են ու վերջ արդեն սա իրանց պահում է, բայց քանի որ ես սպորտ չեմ անում, ինձ պետք չի գնել ուտել։ Մենք ուտում ենք այնպիսի բաներ, որ չաղանանք։ Այստեղ կա նաև մայիչկաներ, այս մայիչկաները բոլորը սինթետիկ են, չէ։ Արի կլինի անայ չնայես այստեղ, քեզ հետաքրքրող բան չկա։ Այստեղ հիմնականում մնացել է վերջին, ասենք, ռազմերները եւ գները իրանացել են։ Դեղինը 30%։ Ինչ կա, օրինակ սա Սալոմոնները 40% են իջացրել եւ սա որ ռազմերն է 42 ռազմերը։ Պատկերացրեք, հրաշալի բան է, իջեցում է, չեմ կարողանում փակել դնեմ։ Կարմիր եթե տեսնեք տիկետ, այս նայքերը դարել է 50%։ Մնացել է մենակ մի հատ 39 ռազմեր, 80-40։ Պատկերացրեք, որ մարդիկ գալիս են, իրանց բյուջեն այդքան է, չէ, 44 ռազմեր։ Օրինակ ես մեծ հաճույքով Սերժին ստեղից մի հատ բոթաս կառնեի, գիտեք, ինքը չունի sense ոչ։ Վայ, ես վայ մի վարքան երեխեք, այս գալուբոյը դուրս շատ եկա, բայց վախենում եմ 44-ը փոքր լինի հակին, այսա շատ լավն է, ջինսերի հետ շատ սիրուն է, սա ավելի շատ իմ հակին է, կայսի 44-ը, այս բացինկաները տես որ ասում եմ, այդ Սալոմոն, տեսնում եք, այս սրանք են, որ այդ գնում են սարեր են, քայլողներ կան են, փայտերով, այդ Սալոմոնից ես Սերժին գնել եմ, որ աշխատում էր, վատը չի, Սերժը այդքան չէր բանանում, որ լավն է, բայց պրոֆեսիոնալ չի, բայց էլի դուրը եկել էր, ստեղ կարծեմ մի հատ ֆիրմա կար, գնեցի Սերժին, մի տարի, ասեց այդ մեկը դիմացկուն էր, սրանք լրիվ այդ քայլողների համար այդ չորոտ կոշիկներ են, էլի որ, ոյ մեջքս, ավարտեցի իմ գործերը, վերջապես գնում եմ տուն, ժամը 5-ն է, պատկերացրեք, ես ժամը 10-ից դուրս եմ եկել, եկա 11-ից կես տուն, ճաշ արագ հավաքեցի, տեսակ, անցանք հետո գնացի տեղ, հետո ես մի քանի գործեր ունեի, անգամ հասցրեցի այդ ինչա Բաղադատոմսի գրքույկը գնել եւ մեքենայի մեջ մարդ էի սպասում, ճիշտ ասած, նակլեյկաները կպցեցի, ինքան սիրուն եղավ։ Ինչ եմ ուզում ձեզ ասեմ, սիրելիներս, առօրյան կիսվում եմ ձեր հետ, կիսվում եմ, որ դուք էլ ինչ-որտեղ մոտիվացվեք, դուք էլ մտածեք, դե լավ, դե եթե Անահիտը դուրս է գալի, մենք էլ դուրս գանք եւ ձեզ ասեմ, երեխեք ջան, հանկարծ չմտածեք Անահիտը 100%-անոց, ինչ ասեմ, սենց 20 տարեկան է, բայց դե հիմա ինչ արած, սելավի կյանքն է, իսկ ինչ վերաբերվում է կոնտենտներին, թե ով ինչ է դնում, երեխեք ամեն մեկի կոնտենտը իրենն է եւ իրենք անում են այն, ինչ իրենք ցանկանում են, սիրում են կամ չենք սիրում, ելի եմ ձեզ ասել, շատերը գրում են Անահիտը, օրինակ դուք ինչ կոնտենտ եք սիրում, ես կոնտենտ չեմ սիրում, ես մարդկանց էությունն եմ սիրում, եթե մի մարդ ազնիվ է, ես կարող եմ սենց բարձրաձայնել, երբ որ մարդիկ հասարակ են լինում, երբ որ մարդիկ լինում են, ինչ ասեմ, համեստ, դա փոխհատուցում է սիրելիներս, հասանք տուն, ալելույա, այսօր Սերժն ասում, այսօր տեղ չենք գնում, գնանք մի տեղ հաց ուտենք իրար հետ, բան, ասեցի, նո, Սերժ, այսօր հանգիստ ընկերներով էլի, մեկը գրել էր, ասի չէ, 5 շաբթի օր դուրս ենք եկել, այսօր նո, ասեցի, մի քիչ շատ կլինի։ Այսպես հասանք երեխեք ջան, նարինջ եմ արել, մեծ արկղ, Սերժը կիչացնի։ Բոբուր ջան, եկա, ես տեղավոր եմ, այս ապրանքները, հիմա նարինջը գնեցի իսպանացիների մոտից, տեսել եք չէ, որ 10 կիլոյով կամ 5 կիլոյով կարող եք գնել, իսկ չատ հապն ստեղ։ Շուտ ակոյ է։ Եվ ես ճիշտ ասած ուրիշ տեղերից եմ գնում ենք Ղանֆխեվա, բայց այս Իսպանիայից բերածը всё-таки լավն է։ Հիմա ես այն
դատարկեմ եւ ինչ եմ գնել։ Ուրեմն, ինչ եմ ցույց տալիս սա։ Իմ սիրելի հետևորդուի ջան գրել եք, որ մի օր գրել եք, որ այսքան առևտուրը ես լիդերից 50 եվրո եմ ամ։ Նայած ինչ եք գնում։ Կարող ենք դες բաներ գնել, որ 50 եվրո դուրս գաս, քեզ թող է լիքը բան ես գնել։ Բրի ինձ էսա այնա, բայց ես այսօր էսա եմ լիդերինը 30 եվրո։ 30 եվրո։ Երկու հատ ավոկադո, դնենք այստեղ որ խասնի, գնել եմ ակնոցները մաքրելու համար նյութ, գնել եմ այս տիպի 4 տիպի բան ընդեղեն, պնդուկ, պոպոկ և այլն, սա մեր բանի ինայի էդ որ ասում իմ աղջիկը շատ լավ աղջիկ է, իր բաղադրատոմս մի հատ ցույց տվեց վերմիշելով, պիտի սա պատրաստեմ, կտեսնեք ինչքան համեղ է, քրեմբրի եմ գնել, սա բանը շատ լավ է քրեմբրի, չգիտեմ այլում, կարծեմ գլյուկվան է, գնել եմ հնդկական պոպոկ, որովհետև ամուսինը շատ է սիրում, և ես այն գնել եմ 4 տաչկա, ուրեմն այս ամբողջ առևտուրը եղավ 34 եվրո, բայց քանի որ սա մի հատը գնում է երկրորդը 50% էր, եղավ 29 եվրո։ Գնել եմ իմ սերիալներից երկու հատ, որ շատ համեղ է, եթե նրանք ովքեր ունեն լիդել գնեք սա։ Սա առավոտյան, որ շատեր կա չեք կարողանում ուտեք ինչ-որ մի բան, սա ավսյանկա է և մեջը կա ֆիստուշկա, պնդուկ և այլ, սա շատ լավ է նաև մածունով, շատ եզերուզբեք շատ յուղոտնի կարող եք մի քիչ սմետան խառնել, բայց ես ուտում եմ խոմաժ բլան, այսինքն հարած կատնաշորով, կաթով էլ կարող եք ուտեք շատ համեղ է, ես երկու հատ գնել եմ սրանից, իմ ասել վերջասել եք, սա իմ Սյուզի մոտ մի անգամ ես կոնֆետներից վերցրեց, ասեց լավն է, ասեցի, ես վերցեցի, թութույ է, էլի, սա կդնեմ մի հատ փոքրիկ վազայի մեջ, կդնեմ այնտեղ մարդես, ասեք մեկ-մեկ ուզում ես միտեղ գնաս կամ գցես մեքենայի մեջ, սրանի 4 հատ և գնել եմ բան էդ անինչան, փխինոդաժեն սալորի չի, բայց թացոտ էլի, սա եվս բաներ սարքելու համար, սա տեսակ, սա 30 եվրո, 29 եվրո, 30 ասենք տվոր, նարինջը 10 կիլոն 18 եվրո, հիմա ասենք լեկլերից վերջապես ասեց, ջես շատ եմ խեղճացած թավաներից, գնեցի 2 թավա, լավն ավատնա չգիտեմ, բայց գրվածա, որ լավ կաչիստվա է, ես տեֆալ չգնեցի, որտև տեֆալները ոնցոր բմբուլ լիդեր, սա լավն ավելի, գնեցի 2 հատ, մի հատ 24 սանտիմետրանոց, մի հատներ գնեցի, ինչքան ասա, սա 20 սանտիմ է, իատ 22 լինեն լավ կլիներ, արանքը է, սրանից գնեցին, սա մի հատ կդնենք մեքենան կտպացնենք, կամ ուղակի կլվանամ, կցայել նոր կդնեմ, գնել եմ 3 տուփ, 3 պաչկան ալուր, այս ալուրից եմ ես գնում, վայ, շփոթվել եմ, ես սրանից եմ գնում ընդհանրապես, սա առանց ինքը լրիվ արդեն մաղած է լավ, իսկ սա չէ, սա սովորական, ինգերը դրանց հետ, 3 պաչկան, չնայած 45 է, ալուր, սա դնենք կողմ, ցույց եմ տալիս, որ դուք իմանաք, որ ոչինչ պետք չի խաբել, ստել կամ ասել ինչ հարժի, ցույց եմ տալիս, էլի, լեկլեղում առևտուրը, այսքան առևտուրը, հիմա կասեմ, թե ինչքան է, 2 հատ շոկոլադ եմ գնեցել դեսերտի համար, մի տուփ բեկոն, որովհետև երևի թե վաղը մի հատ պիզա սարքեմ, 3 տուփ, ինչ են ասում, աղացած պանիր, քիրի, հալվող պանիր և վերմիշել, որպեսզի այդ խմորեղենը սարքեմ։ Այսքանին կարող եք ասել ինչքան եմ տվել։ 35 եվրո։ Այսինքն ես այսօր ծախսել եմ 35-65, պլյուս 20, 80 եվրո, 85 եվրո չհաշված բենզին, չնայած ինչ վրա, չեմ ուզում շատ բառանել։ Ուղղակի ուզում եմ ասել, որ տեսեք, այս փոքրիկ է, սա 30 եվրո արժե, 34 էլ մի քիչ պրոմոսիո կա։ 30 եվրո, նայած ինչ է գնում, տիկին ջան։
Կարող է ես 30 եվրոյով այնքան բան գնել երշիկ, պանիր, մի հատ կտոր, մի հատ թվասեր, մի հատ կարակը թանկաճույք, հա։ Անես բաներ, որ մի եվրոյից չի անցնում ու քեզ թող թե լիքը բաները։ Դրա համար չի կարելի մարդկանց դատել կամ միանգամից ասել ես չհասկացա ոնց կարող է 90 եվրո, նայած ինչ է գնում։ Եթե մի պաչկա այդ բանը հնդկական պոպոկի երեք ամբողջ այդ գույզների պոպոկիների էս խանութը, սա արժի 3.60։ Ոնց կարող է պատահի դուք գնեք դրա համար չի կարելի նախորդ խոսալ մի բան, որը որ անիմաստ է։ Այս մեկը տեսա, չի ուջուր բան է գցել։ Այս սրա գիտեք ինչն է վատը, որ ես հենց դեռ սպասում եմ սյուրպրիզների, որտեղ տակը մեկ նեխածներ են դնում։ Դրա համար ջղայնանում եմ, էլի ես շատ։ Հիմա սրանք տեղավորեմ, ինչը պիտի տեղավորվի այստեղ։ Նարնջի հյուրվաղվա համարում եմ։ Հա, հիմա մի հատ վերստեմ մի հատ աման գնամ բերեմ, լսեմ ես հնդկական պոպոկը Սերժի համար։ Salut Sergio. Personne t'a appelé là? Non. Non, ça va. J'ai acheté des trucs pour toi que tu aimes. Quoi? Ouais. Noix de cajou. Mamma che la chiede. Mamma ti salva, es che stai sta ti salva. E non asma, adesso se stai a sei tu stai bare asma. Ասմա մամին է, նենց է գալի չեն գզգում ոնց է գալիս։ Իսա թանա ես։ Հա, որ խերջացեց է, չունենք ջուր կարամ ես, դա լեքներից եմ արել, հա։ Ուղղակի չունենք, հա, Սերժը շատ է սիրում։ Դու ես նիհարում, հնդկական պոպոկ։ Չէ։ Ինչի։ Հնդկական չէ։ Ես պոպոկ կուտես։ Չէ, կերել եմ, արդեն հալը չէ։ Իսկ կիբարի կնիկա։ Ինքը կիբարի կնիկա, ժողովուրդ ջան։ Ահա եւ մայրիկի հետ ավելի հեշտ սկսեցի դասավորել, քանի որ երբ որ մենակ ես լինում քո մտքերիդ հետ, իսկ այսպես մայրիկի հետ զրույց տալով ես այն ավարտեցի, վերջացրեցի եւ անցա իմ գործի շարունակության։ Նոր տելևիզոր էի նայում եւ ասացի բերեմ դնեմ սիրուն, դրեցի այս փոքրիկ այս նակլեյկը ու դարձեցի իմ համար հրաշալի գեղեցիկ Բաղադրատոպսի գիրք, տետր։ Տեսնում եք, դրան ամեն ինչը խոհանոցի հետ է կապված։ Սա էլ Անահիտի հորինված սովորական էսենց բանա, այդ գիրքը, տետրը դարձեցի բաղադրատոպսների տետր։ Հիմա մնում արդեն արտագրեմ։ Տեսնում եք։ Սա էլ Անահիտի հորինված տետրը։ Կուկու, բարի լույս, բարի առավոտ բոլորին, այսպես բացել եմ երեխեք ջան վարակույրները, որ դուք էլ իմ հետ վայելեք այս դուրսը։ Ինչպես եք, ուզում եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Մեր մոտ 11:30 րոպե եւ ձեր Անահիտը ջան պիցայի խմոր է պատրաստել եւ այսօր որոշել եմ մի բան հորինեմ, մոգոնեմ, ասել իմ հետևորդուին, իր հորքուրի նման թե մորքուրի։ Ուրեմն սիրելիներս Բարի գալուստ բոլոր նոր հետևորդների, բարի գալուստ Անահիտ բլոգ։ Նրանք ովքեր չեն արարում եք գնաք հետ տեսնեք թե ես ով եմ ոնց, միակ բլոգ կա, որի մեջ ես հակել եմ երկնագույն բլուզ դոշի կարալնի ծաղիկները եւ այնտեղ գրված է ով եմ ես, ինչպես եմ հայտնվել եւ ինչ եմ անում եւ այլն եւ այլն։ Բայց կարճ կոնկրետ կարող եմ ասել, ես Անահիտն եմ, ես Ամերիկայում չեմ ապրում, ես ապրում եմ Ֆրանսիայում, Ֆրանսիայի փոքրիկ գյուղում, Ամայի դաշտավայրերում։ Դա արդեն չեմ կարող ընդարձայնել եւ ասել որտեղ, որ քաղաքում դա արդեն իմ նախասիրությունն է։ Ապրում եմ դաշտավայրում, քաղաք չի։ Սիրելիներս, ունեմ մի տղա, ամուսնացած եմ ֆրանսիացի, ամուսինս ռուս չէ, ուղղակի տենց ինքը իր լեզու է հնարել, երբ որ իմ վրա ջղայնանում է, սուտ ջղայնանում է, այդ լեզվով է խոսում։ Ինչ վրա է։ Ունեմ մայրիկս ապրում է իմ կողքը փոքրիկ իր համար տունը կառուցելու ժամանակ իր համար էլ փոքրիկ անկյուն կառուցել, քանի որ մայրս չցանկացավ գնալ քաղաք եւ ապրի քաղաքում։ Քաղաքում ապրում են եղբայրս, քույրերս, երեխաները եւ այլն եւ այլն։ Իմ ամուսինը այստեղի տղա է եւ ես մնացի այստեղ եւ ես շատ ուրախ եմ եւ շատ Աստծուց շնորհակալ եմ, որ ես ապրում եմ այսպես հանգիստ տեղ եւ որտեղ մարդիկ
ազնիվ են եւ բարի։ Ես հանկարծ չմտածեք քաղաքում չեմ ապրել, ես ծնվել եմ, մեծացել եմ Երևանում, մինչև 29 տարեկան, բասկետբոլիստի եմ եղել, ամբողջ սովետական միությունը, Եվրոպա եւ այլն աշխարհի մի քանի մասեր ոտից տակ եմ դրել, ես չի որ ես քաղաք շատ եմ սիրել, սկզբնական շրջանում դժվար էր, հետո արդեն հարմարվում ես, քանի որ կա քո կողքին սեր, կա ընտանիք, երեխա եւ այլն։ Չխորանանք։ Նրանք ովքեր կցանկանան տեսնել թե Անահիտ ով է, ես մի ամիս առաջ մի բլոգ եմ դրել, նորից բլոգ եմ դրել, ով եմ ես, ինչպես եմ հայտնվել Ֆրանսիայում, ինչ եմ անում։ Հագել եմ երկնագույն բլուզ, դոշին 2 հատ գազարագույն սեցինու ծաղիկներ են։ Կարող եք գնալ եւ նայել այդ բլոգը։ Հիմա սիրելիներս, ինչ անում Ձերանահիտը չկա։ Ձերանահիտը չկան հավաքեց մի քիչ էս կողքերը, Սերժ Դядյան, դядя Սերգեյ կուշել яблоку եւ սեղանի վրա դրած, իր համար հնդկական պոպոպ գնեցի ես երեք, որտեղ ինձ շատ է սիրում երեկոյան, ասենք Ինչ կարող է ուտել, ես երեք ինչ ատեմ 4-5 հատ կեր, այսօր 300 գրամ չաղացել եմ։ Չո это такое? Ну что это такое? Մենք ես այս տանեմ խոհանոց, և գնանք միասին խոհանոց ժողովուրդ ջան։ Ուրեմն այսօր Ձերանահիտը պատրաստել է պիցայի խմոր, և այն ես Սերոժի շորերը խոհանոցում։ Դրել եմ այս, որտեղ մի քիչ ուշացումով մոռացել էի, դրել եմ այս վառարանի մոտ, փաթաթել եմ, որպեսզի շուտ հասնի։ Բայց ինձ նենց հետաքրքիր է, տեսնես հասել է։ Օ, լավ տաքանում է, երեխեք էլ սպասեք տեսնեմ, մի հատ էլ բացեմ։ Օ, լա, էն էլ ոնց ա ուղել։ Մի քիչ է թողնեմ, խմորը, և հետո գնանք խոհանոց միասին, սիրելիներս։ Ահա ես վարակույները բացել եմ, որպեսզի դուք տեսնեք մեր հրաշալի բնությունը։ Եկանք խոհանոց, քանի որ Ձերանահիտը մոգոներու վարպետ է, ինչ եմ ասում մոգոներու վարպետ, սա ես այսօր սոկ եմ, նարինջը լվացեցի, մի լիտր սոկ հանեցի, հիմա ես խնձորները ուզում եմ մի քիչ պիցայի խմոր նարել եմ 1,5 պորցիա, և ես այն պետք է պատրաստեմ մի քիչ նաև քաղցր կարկանդակներ։ Ճիշտ ասած մտածում եմ, մի բան հորինել, առաջին անգամ եմ անում, բայց ինձ թվում է վատ չի լինի, ուզում եմ 1,5 պորցիա եմ արել, 3 հատ պիցա կանեմ և մայրիկի համար շատ ասիլում մայրիկը, ուրեմն և ես այն մնացածը կանեմ մի քիչ խնձորով, խնձորի մասրա մեջ կեփեմ և ուզում եմ այսօր փորձեմ մի քիչ նյուտելայով երեխեք ջան։ Արդյոք լավ կլինի և ջեռոցի մեջ։ Յատեր Աստված։ Հիմա ես այս խնձորն անեմ, մաքրեմ երեխեք ջան, ձեր գլուխը չցավացնեմ, անջատեմ և հետո նորից անցնենք գործի։ Պիցան որոշել եմ այսօր պատրաստեմ մեկը իմ պատրաստած լեչո պամիդորով, որովհետև սմետանով գերացնում եմ։ Չնայած ասեմ ձեզ, խմորս ես անում եմ կարակով։ Խմորը պատրաստում եմ ջրի տեղը կաթ եմ լցնում, կաթով եմ անում և զեյթունի ձետ մեջը, ուրեմն 330 գրամ կաթ, գրեք երեխեք ջան, կարող եմ մոռանամ տակը գրեմ, 10 գրամ դրոշ, չոր դրոշ կամ 5 գրամ փափուկ, Ֆրանսիայի ապրողները, բնակիչները, դրոշը գնեք լևյուղ ուլտրա ռապիդը, բավականին արագ, նես լավն այդ վայնեի ֆիրման։ Հետո, ուրեմն ինչ ասեցի, 330 գրամ կաթ, կաթով չեք ուզում ջրով արեք, բայց կաթով լավ արինում, դրոշ 10 գրամ, մեկ թեյի գտալ շաքարավազ, մոտ մի, եթե չունեք սենց ապարատուրա, կաթը պիտի լինի գոր, թողնեք, խառնեք, թողեք մի քիչ փրփրի, ավելացնում եք 500 գրամ ալյուր, ես նախադրելի է պիցայի 0 ալյուրը, եթե չունեք սովորական 45-ներ կլինի, ավելացեք 30 գրամ զեյթունի ձետ, աղ և հունցեք,
Voilà, դրա մեջ ոչինչ դժվար բան չկա։ Հետո արդեն պատրաստման ձևը դուք բոլորդ գիտեք, պիցզայի խմոր պատրաստել երեխեք ջան, մեկին գումարած մեկ են։ Շատերը կան, որ արարողություն են անում, ֆլան, ֆստան, երկնքից իջնում է 3 խնձոր, մեկը ինձ, երկրորդը ինձ, երրորդը ինձ, կան չէ, որ ինձ, ոչ մի բան ժողովրդին։ Սա թեժ բան է, կարան դաժ անգամ երեխաները պատրաստեն այն։ Սերժի ասելով խնձորը, որ մաքրում եմ, վարարանի մեջ ես լսում, ինքը բան է անում, վարարանը մաքրում է, չգիտենք, դա ինքն է հորին էր, թե այդպես է։ Տանց ուտենք, մինչև պիցա ուտելա։ Գնաց բա։ Tu verras qu'il fait pas chaud. Հիմա ինչ անում ձեր անեիդը չկա, եկեք այս սումուլի վրա բացենք, նորմալով ասում են իսկական իտալացիները, պիցան բացում են սումուլեի, ասում սումուլեի դա, բայց ես նախքան բացել եմ, եկեք մի հատ մեջտեղից կտրեմ, թողնակ մեջը, հակել, ուրեմն մեզ պետք է 3 պիցա, երեք պիցա, փոքրիկ պիցաներ։ Իսկ կարկանդակների համար թողել եմ ուղղալալ կեսը։ Այս մեկը բացենք մի հատ իմ պատրաստած պոմիդորчика։ Voilà, գնացինք։ Հիմա նայեք տեսեք, հուսով եմ, որ տեսնում եք երեքին։ Ընդհանրապես, շատերը պատրաստում եք պոմիդորի սոուսը։ Բնականաբար ես ամեն ինչը, սա իմ պատրաստածն է, և ես, հիմա ես ինչ եմ անում, քանի որ սա պոմիդորով է, ես մի քիչ երևիտի կծու անեմ, մեջը, Herbe Provence, voilà, և վերջ, բացենք բեկոնը, սա գնաց, թթվասել է, լսնում եք, այ այսենց լավ, տարածում եք, երեխեք ջան, ես նկատել եմ, որ շատերը մայոնեզ են անում, հանկարծ տես բան չանեք, դա պիցա չի լինում, մայոնեզը լավ չի, ամենալավը թթվասերն է, եթե իհարկե կցանկանաք, եթե ուզում եք մայոնեզ արեք, բայց մայոնեզով էդ պիցա չի, հիմա մի հատ բան, աջապ սանդալ, սա այսպես, սա մնաց այստեղ, հիմա ինչ անում ձեր Անահիտը, ձեր Անահիտը սրա վրա լցնում է սոխը, լավ լցնում է, իմ սոխը ես այն կանեմ ձերով, տեսնում եք սոխը ինչքան շագանակագույնի վրա եմ արել, որովհետև իրոք սենց շատ համով ա լինում և էլի եմ ասում փորձեք, սիրելիներս, փորձեք և խմորներ դուք պատրաստեք, մի գնեք, ինչ ասես չկա այդ ուտելիքների մեջ, այդ խմորների մեջ, հիմա ինձ, այ ասում եք ռեկլամ տան, ոնց ռեկլամ տան, ճշմարտությունը պիտի ասեմ, տեսել են շատ երիտասարդ աղջիկներ ինստագրամում ռեկլամ եք անում, պատրաստի ուտելիքների բան չունեմ ասելու, ես որ գալիս եմ և ես ռեստորաններում եմ հաց ուտում, չգիտենք ինչ ենք ուտում, բայց ուտում ենք, բայց ամեն դեպքում տունն եք, տան պայմաններում պատրաստեք, երեխեք դժվար չի, վերցնում եք, ժամանակատար է, այո, վերցնում եք
պամիդորը, անայետի պատրաստած մեր պարտեզի, հալալ քրտինքով սիրի գեսի գերիչի, վալա, սա գնում այստեղը, մի քիչ էրբը պրովանսը, քանի որ սրան սազում է այս պիձայի պամիդորովին էրբը պրովանսալ։ Մի քիչ կլցնեմ մոզարելա, մի քիչ 3 խաբուկ պանիր։ Եվ սկզբից լցնեմ մի քիչ 3 ֆրոմաժ, 3 ֆրոմաժ, հանկարծ չնայեք կողքերին ժողովուրդյան, սա լրիվ նորմալ է, որ պատրաստում ենք, շտապում ենք, որ պետք է հաց ուտենք և կողքերը չենք հասցնում մաքրել, նորից, թե չէ կարող է սոված մեռնենք։ Հիմա լցնում ենք աղացած պանիր, այսինքն աղացած մոզարելա, իր բեկոնը, ինչու եմ դնում վրան բեկոն, որպեսզի ինքը լավ չորանա, պանիրը տակն եք թողնում, պիծաները հանեցի, պաժալստը, պրոֆեսիոնալներ պիծը, պիծայոլով, վալա, ես չուտ կեպի, որտև արդեն թուրը շատ տակ է, տեսնում եք, ահա, վալա երեխեք ջան, այնպես որ պատրաստեք, նայեք, տեսեք Անահիտին, մոտիվացվեք և կտեսնեք, որ ամեն ինչն էլ հեշտ է, ուղղակի պիտի մի քիչ երևակայություն, մի քիչ սեր, մի քիչ ուրախություն և ռիսկ, համարձակություն։ Խոհանոցում դա կյանքի նման համարձակ պիտի լինեն, ոնց է կյանքում համարձակ։ Սա մեկներ հանեմ, որ տանեմ կիսեմ մամային, կես անեմ, որ ինքը ամեն ինչից հավտեսի, չնայած մաման ասես մի կտորքից, բայց չէ, երեկոյան էլ թող ուտի։ Սա այսպես, սիրելիներս, ահա, տեսեք, դե ինչ, մեզ բարի ախորժակ, ձեզ նմանապես